Ռուսաստանն ակնարկում է, որ հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգումը մինչև 2036 թվական կախված է լինելու քաղաքական որոշումներից։ Դա արդեն սովորական էներգետիկ հարց չէ, դա փորձ է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը վերածելու բանակցային լծակի։ Եթե քո ատոմային անվտանգությունը կախված է ուրիշի քաղաքական կամքից, ապա պայմանական են դառնում ոչ միայն քո լույսը, այլև քո անվտանգությունն ու անկախությունը։ Բայց սա անելանելի փակուղի չէ։ Բուլղարիան, որն ունի ռուսական նախագծման ռեակտորներ, վերջին տարիներին հրաժարվել է ռուսական վառելիքից դիվերսիֆիկացման պայմանագրեր կնքելով ամերիկյան Westinghouse-ի եւ ֆրանսիական Framatome-ի հետ, իսկ միաժամանակ Միացյալ Նահանգների հետ առաջ է տանում նոր էներգաբլոկերի նախագիծը։ Ռումինիան ընտրել է ոչ թե ռուսական վերահսկողության խորացումը, այլ արևմտյան եւ կանադական գործընկերներով իր մոդուլային ատոմային ծրագրի ընդլայնումն ու արդիականացումը։ Էներգետիկան պետության սիրտն է, այն չի կարող աշխատել արտաքին հրահանգով։ Հայաստանի ելքը մեկն է՝ նոր գործընկերներ, տեխնոլոգիական դիվերսիֆիկացիա եւ էներգետիկ ինքնուրույն որոշման իրավունք։ Այստեղ խնդիրը հոսանքը չէ, խնդիրն այն է, թե ով է պահում պետության անջատիչը։